Սա ունեմ խոսելու այս թեմայի մասին, որը վերջին շաբաթներին շատ եմ մտորել, այսօր երևի թե արժի արտահայտվել եւ սկսենք մեր թեման նրանից, որ վերջերս մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հաճախ լսած կլինեք, ընդդիմությանն ուղղված են խոսքը, որ պետության համը բերաններդ կմնա, սպառնալիքի ձևով։ Իհարկե այս խոսքը վարչապետը հնչեցրել է նաև այսօրվա արդեն դեռ լեգիտիմ վարչապետը, որտեղ հեսա նոր վարչապետ եւ հետ կարգվի, դա արդեն կլինի ոչ լեգիտիմ։ Այսօրվա դեռ լեգիտիմ վարչապետը կամ արդեն ոչ լեգիտիմ հաշվի առնելով թե ինչպիսի ընտրություններ է կազմակերպել, Սամվել Կարապետյանի հասցեին էր ասել պետության համը բերաններդ կմնա եւ ԿՊԱ-ականները կրկնում էին այս խոսքը, թե պետության համը բերաններդ կմնա։ Վերջերս էլի այս խոսքը կրկնեցին։ Եվ սա հələ եկեք մտորենք, որ որպես սպառնալիք է հնչում։ Այնինչ պիտի որ իրականում պետության համը քաղցր լինի։ Եթե պետության համը քաղցր չի, մարդիկ ինչի պիտի համախմբվեն, կազմակերպվեն պետականորեն։ Ինչի պիտի մարդիկ պետության առաջ պարտավորություններ ստանձնեն։ Ինչի պետության հանդեպ մարդիկ պիտի պարտքի զգացում ունենան, եթե պետության համը քաղցր չի։ Օլիմպիական չեմպիոնը, ասենք Արթուր Ալեքսանյանը, որը կարա տասնապատիկ եւ չգիտեմ, բազմապատիկ ավելի մեծ եկամուտներ, բարիքներ ստանա, եթե ինքը օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի տակ կպնի։ Կան չէ շատ հարուստ պետություններ, ովքեր սպորտսմեններին միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 100 միլիոնավոր դոլարներ են վճարում եւ այդ երկրներում էլի գնամ Միացյալ Նահանգներ կամ չգիտեմ Գերմանիա կամ մյուսը կան ֆիրմաներ սպորտային համազգեստի կամ սպորտային գույքի ֆիրմաներ, որոնք էլի տասնյակ միլիոնավոր դոլարներ կվճարեն մենակ որպեսզի այդ սպորտսմենը իրանց բրենդը լինի։ Ես այս օրինակը շատ եմ բերել, բայց մեր օրերում ամենաայսպես հռչակավոր եւ ամենից շատ մրցանակներ բերած սպորտսմենը երևի թե Արթուր Ալեքսանյանն է։ Եվ եթե պետության համը քաղցր չի, մեր պետության համը քաղցր չի, Արթուր Ալեքսանյանը ինչի պետք է օրինակ Հայաստանի դրոշի տակ կպնի եւ ոչ Միացյալ Նահանգների, եթե երկրորդ տարբերակը բազմապատիկ ավելի շահեկան է։ Եվ սա վերաբերում նաեւ մյուս սպորտսմեններին։ Սպորտսմենների վրա շատ հեշտ է հասկանալ, բայց նույնը կարելի է ասել գիտնականների մասին։ Ինչի պետք է գիտնականները աշխատեն Հայաստանի պես սուղ պայմաններով եւ գիտության այսպիսի անմխիթար վիճակում գտնվող միջավայրում, ինչպիսին Հայաստանում է, եւ ոչ թե թողնեն գնան հարուստ երկրներ։ Եվ ինչն է պատճառը, որ այդ մարդիկ այնուամենայնիվ շարունակելու են մնալ Հայաստանում։ Նույնը կարելի է բժիշկների մասին ասել, նույնը կարելի է IT ոլորտի ինժեներների մասին ասել, շատերի մասին կարելի է այսպես ասել։ Եվ միակ պատճառը, մեծ պատճառը, այն հիմնական պատճառը, որով այս մարդիկ մնում են Հայաստանի Հանրապետությունում եւ ուզում են մարտնչել Հայաստանի դրոշի տակ, ուզում են ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, հայ ազգին, էտենա որ պետության համը քաղցր է։ Եվ երբ որ մենք ինչ որ մեկին ասում ենք պետության համը բերանդ կմնա սպառնալիքով, դա նշանակում է պետության համը դառնա, չէ՞։ Այսինքն դա վատ պետություն է։ Եթե պետության համը պետք է ասոցացվի դառնության հետ, սպառնալիքի հետ, ապա դա վատ պետություն է։ Միևնույն ժամանակ իշխանությունը, մենք հաճախ նույնացնում ենք պետությունն ու իշխանությունը, նույն որպես հոմանիշներ ընկալելով, այնինչ իշխանությունը դա մեկ ինստիտուտ է կամ մի քանի ինստիտուտ է պետության կառավարման, իսկ պետությունը դա տարածքն է իր ժողովրդով համակարգված, իրավակարգով որոշակի եւ կառավարման համակարգով, այսինքն պետությունը այս ամբողջն է։ Երբեք չի կարելի, թեև ես ինքս հաճախ իշխանություն բառի փոխարեն օգտագործում եմ որպես հոմանիշ պետություն, բայց չի կարելի սա նույնացնել, որտեղ իշխանության համը այդ նա պիտի դառը լինի, լավ պետության
իշխանության համը պիտի դառը լինի ու միայն բացառիկ զոհողության պատրաստ անձինք կարող են գնալ իշխանության, վերցնել իշխանություն ու ծառայել երկրի համար բարձրագույն արժեքներին, որոնք ավելի բարձր են, քան իշխանությունը, քան իրանց եղած մանդատը։ Այդպիսի արժեքներից է օրինակ իրավունքի գերակայությունը, արդարությունը, արդարադատությունը, համընդհանուր կամ հանրային բարիքը, այդպիսի արժեքներ կան, որոնք ավելի բարձր են, քան այն մանդատը, որ ստանում է իշխանավորը, եւ ահա այս արժեքներին ծառայելու համար բավականին զրկանքներ պետք է կրի մարդը, իշխանավորը, որտեղից էլ գալիս ենք այն մտքին, որ իշխանությունը դառնա, ու մարդը պետք է դիմանա այդ դառնությանը, ինքն իրեն զրկելով մեծ հանրային բարիք գործի։ Բայց մեզ մոտ հակառակն է, այո, պետության համը դառնա ու պետության համը բերաններդ կմնա, ասում են, իսկ իշխանությունը քաղցր է եւ ամեն գնով, թե գործող այսօրվա իշխանությունները, թե նախկինում եղած իշխանությունները ամեն գնով փորձել են պահեն այդ իշխանությունը, ամեն գնով, որովհետեւ իշխանության համը քաղցր է, այնինչ հակառակը պիտի լիներ։ Եվ այստեղից ես խոսքս որպես նախաբան ընդունելով ուզում եմ անցնել հաջորդ մի շատ կարևոր դրվագի, դա օգտակար գործողության գործակիցը, որ ունի պետությունը։ Գիտեք չէ ինչ է օգտակար գործողության գործակից։ Դա այն թիվն է, որը կարելի է տոկոսով արտահայտել, դա այն թիվն է, որը ցույց է տալի, թե ինչքան ջանք, ինչքան էներգիա ծախսելու արդյունքում ինչքան աշխատանք ենք ստանում, ինչքան արդյունք ենք ստանում։ Ես մոտավոր մի քանի օրինակներ բերեմ օգտակար գործողության գործակցի համար։ Օրինակ, մարդկությունը ստեղծել է, ինժեներական միտքը ստեղծել է շոքե մեքենա, շոքե քարշ, երբ որ ածուխով գոլորշու ազդեցությամբ շարժիչը գործի է դրել շոքե քարշ, ասենք գնացքները, նավերը կամ ինչ որ մեծ հաստոցներ, եւ շոքեքարշի օգտակար գործողության գործակիցը գիտեք ինչքան է, 3%, հաշվարկներով մինչև 30-33% տեսական թղթի վրա ինժեներները, ֆիզիկները հաշվել են, բայց իրական կյանքում պրակտիկայում 3%-ը չի գերազանցել շոքեքարշի օգտակար գործողության գործակիցը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ վառված ածուխի էներգիայի միայն 3%-ն է դարձել աշխատանք։ Միայն 3%-ն է դարձել, ասենք, գնացքի շարժում, պտույտ։ Էլ մնացած 97%-ը այդ վառված ածուխի էներգիայի ուղղակի ջերմության ձևով տարածվել է, այսպես, ցրվել, կորել է։ Նույն կերպ բենզինային մեքենան շատ ավելի բարձր իհարկե օգտակար գործողության գործակից ունի, բայց ինչքան գիտեմ, այնուամենայնիվ ցրվող էներգիան չեմ պատրաստվել նախորոք այս թեմայի համար, որտեղ մանրամասները էական չէ։ Բենզինային շարժիչը ներքին այլմաստ շարժիչը ավելի բարձր ՕԳԳ ունի, բայց էլի էներգիայի ձևով ցրված, ջերմության ձևով ցրված էներգիան, այդ այրվող բենզինի էներգիայի շատ ավելի մեծ մասն է կազմում, քան օգտակար աշխատանքը։ Էլեկտրական շարժիչների համար արդեն հաշիվները մի փոքր այլ են, էլեկտրական շարժիչների ՕԳԳ-ն շատ բարձր է, 80-90%, թեև սա վերապահումով պետք է ասել, բայց հիմա ֆիզիկայի մեջ չեմ ուզում մտնել։ Շատ ավելի բարձր է, այսինքն ծախսված էներգիայի շատ ավելի մեծ մասը դառնում է աշխատանք, պտույտ եւ մի փոքր մասը ցրվում է ջերմության ձևով։ Այսինքն այստեղից գալիս ենք պետությունը որպես համակարգ, նայեք 3 միլիոն մարդ հավաքվել, կազմակերպվել ենք որպես պետություն։ Հիմա մեր աշխատանքի քանի տոկոսն է դառնում արդյունք, դառնում արժեք, դառնում զարգացում։ Այսինքն տակը ինչ է մնում մեր այս չարչարանքի։
Ինչքան կազմակերպված է համայնքը գործում, այնքան արդյունքում մնացորդում մեծ է արդյունքը։ Ինչքան անկազմակերպ է, ցաք ու ցրիվ է, անհամաձայնեցված է, պառակտված է, ինչքան կոռուպցիան շատ է, ինչքան ծանոթ բարեկամներով են պաշտոնի նշանակում, ինչքան մարդկանց տաղանդը չի դրսևորվում, ինչքան մարդկանց տաղանդը անտեսվում է, ինչքան տաղանդավոր եւ աշխատել ցանկացող մարդկանց խանգարում ես, ինչքան ամպերքներին առաջի պլան ես բերում, ինչքան արտադրող մարդուն, բիզնես անող մարդուն խանգարում ես, ինչքան նրա ապրանքը թողում ես, որ փչանա, չես թողում, որ ինքը զարգանա, որովհետև ինչ-ինչ պլաններ ունես աշխարհ քաղաքական, այնքան ցածր է օգտակար գործողության գործակիցը։ Եվ կորում է մարդկանց ջանքը, համագործակցությունը, մի ազգի պատկանելը, նույն երկրի քաղաքացի լինելը կորում է։ Վերջին շրջանում մենք մի խայտառակ բանի ականատես եղանք, երբ որ Սփյուռքում ապրող կամ երկքաղաքացի հանդիսացող, մի խոսքով վերջի 2 տարում մի տարի Հայաստանում չգտնվող մարդկանց ընտրելու իրավունքից զրկեցին, այնինչ այդ մարդիկ իրենց աշխատանքով էներգիայի աղբյուր են, իրենց աշխատանքով նրանք պիտի որ երգիրը էլ ավելի հզորացնեին, իրենց ներդրումներով, իրենց մասնակցությամբ։ Ասենք ինչքան պիտի հիմար լինի մի ժողովուրդ, որ իր երկրում ինքը ապրի 3 միլիոն, իր երկրից դուրս 7 միլիոն, ու փոխանակեն 7 միլիոնի կարողությունն ու էներգիան, բերի եւ այս 3 միլիոնի կազմակերպած պետությունը հզորացնի, զարգացնի, մի բան էլ հակառակը, վախացնի, հուշ տանի, այն դրսի 7 միլիոնին ասի դուք գնացեք, դուք ստեղի հետ գործ չունեք, դուք ընդհանրապես հերիք է որ հայ եք մնացեք, արագ արդեն կամաց ամեն մեկը որ երկրում ապրում է, թող այդ երկրի ինքնությունը ազգային որդեգրի, որովհետև հայրենիքը պետություն, այս պետությունը հայրենիք, սենց ինչ որ ախմախ լոզունգներով, իսկ նույն ժամանակ մենք ունենք հարևան երկիր, որը ունի օրինակ նավթ, մի րոպե, հա, մի րոպե, հազար ներողություն, հարևան երկիրը ունի նավթ, այսինքն ինքը կարա շատ ցածր օգտակար գործողության գործակիցով աշխատի երկիրը, ինչը խիստ հարցականի տակ եմ վերցնում, բայց ինքը ունի էներգիայի աղբյուր, որը կարա վերցնի ծախի աշխարհին, ունի գազ, վերցնի ծախի աշխարհին ու դրանով իր երկրի համար բարիքներ ստեղծի։ Մենք չունենք էդի։ Մեր բարիք ստեղծող ուժը, էներգիան մեր գլխի մեջ է, մեր հոգու մեջ է, մեր միասնականության մեջ է, մեր կազմակերպվածության աստիճանի մեջ է։ Սրա տիպիկ օրինակ, ասենք, պատկերացրեք 10 հոգանոց սպեցնազ, շատ լավ կազմակերպված ու շատ լավ զինված, 10 հոգանոց սպեցնազ, զինվորական, հատուկ ջոկատային, ու նրանց առջև, ասենք, 100 հոգանոց որսորդների անկազմակերպ բանակ, թեկուզ 200-500 հոգանոց որսորդների անկազմակերպ բանակ, թեկուզ էլի շատ լավ զինված, բայց անկազմակերպ, իրար չճանաչող, իրենց գործողությունները իրար հետ չհամաձայնեցված, նախկինում զորավարժություններով չանցած, չներդաշնակեցված, իրենց կարողություններն ու քայլերը, ով ում կհաղթի, եթե 100 կամ 500 հոգանոց որսորդների խումբը դուրս գա սպեցնազի առաջ, ով կհաղթի։ Իհարկե սպեցնազը կհաղթի, ով ոչ միայն զորավարժություններով անցե, այլ նաև բազմաթիվ մարտական գործողություններ, օպերացիաներ իրականացրել միասին, ովքեր ճանաչում են իրար, ովքեր արուն քրդինքի ճանապարհ են անցել, ովքեր իրանց նվիրված են, ովքեր իրենց կյանքը գտան իրանց ընկերոջ համար, իրանց կողը կանգնած զինվորականի համար։ Մենք պատկերացրեք այս տեսակ միավորում 10 հոգանոց ընդամենը եւ 100 կամ 500 հոգանոց որսորդների անկազմակերպ բանակ, որը կհաղթի մրցույթի ժամանակ։
Եթե նույնիսկ էլ որսորդները ունենան տանկեր եւ այլն, սպեցնազելի կհաղթի, որովհետեւ շատ ավելի կարևոր է կազմակերպվածության աստիճան, այսինքն շարժիչը, որ ունես, ինչ շարժիչ է։ Եթե դա շոքեքարշ է, ամենալավ շոքեքարշն անգամ օգգն 3% է։ Ծախսած էներգիայի 3%-ն է դառնալու արդյունք։ Եթե քո կազմակերպվածության ձևը, օրինակ էլեկտրական մեքենա է, էլեկտրական շարժիչը, ապա այդ էլեկտրական շարժիչի օգգն լինելու է 80-90%։ Հուսամ սխալ չեմ ասում, ֆիզիկ մարդիկ կան կամ կարակ մի հատ փնտրեք, բայց միտքը հաստատ սխալ չեմ ասում։ Ես դպրոցական կրթություն եմ, էլի հիմա ինչ հիշում եմ, այդ եմ ասում, հատուկ չեմ նայել։ Եվ մենք ունենք այսպիսի հարևաններ, ունենք հարևան Վրաստան, որը ունի ծով։ Իսկ դա ահռելի արդեն նրան ծախսերից հետ է պահում։ Եթե մենք ունի երկաթուղի, որով կապված է թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ, ունենք այսպիսի հարևան Վրաստան, ունենք Իրան, որ էլի ահռելի մեծ էներգակիրներ ունի եւ խիստ մոբիլիզացված է որոշակի կառուցվածքի մեջ, հատկապես կրոնական մոտիվացիայով, սա էլ իր հերթին որոշակի առավելություններ ունի եւ թերություններ ունի։ Ունենք Իրան, որը թքած ունի ամբողջ աշխարհի կարծիքի վրա ու ունի այնպիսի, ասենք, դաշնակիցներ, ինչպիսին Չինաստանն է, ով վստահում է Իրանի ղեկավարների տված խոսքին, ոչ թե Հայաստանի պես մի տարի մի ձև են ասում, մյուս տարի լրիվ ուրիշ բան կասեն։ Մի խոսքով այս օգգն օգտակար գործողության գործակիցը շատ կարևոր է, թե տվյալ երկիրը ինչ օգտակար գործողության գործակից ունի։ Եվ այն երկրները, որոնք ունեն ահռելի ռեսուրսներ, էներգակիրների տեսքով, աշխարհագրական դիրքի տեսքով, հովանավորների տեսքով, այս երկրները կարան իրանց թույլ տան վատ կազմակերպված լինեն, ցածր օգգ-ով աշխատեն, շոքեքարշ լինեն, հա, եթե ունեն անսպառ ածուխ, նրանք կարան իրանց թույլ տան 3% օգգ-ով աշխատեն։ Բայց եթե մի ուրիշ երկիր ոչ այդ ածուխն ունի, ոչ բենզին ունի, то ոչ էլ էլեկտրաէներգիա ունի, այսինքն ունի ատոմակայան, բայց քանի որ դա ռուսներն են կառավարում, վերջ պետքա փակել, ռուսների ոտքը լարել, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ինչ են ուզում են, որ Հայաստանը ատոմակայան չունենա։ Բա Հայաստանն ով է ատոմակայան ունենա, ընդհանրապես Հայաստանի պես երկրները ով է լսե ատոմակայան ունենան։ Բայց Սովետ միության ժամանակ ինձ համար երևի ամենամեծ ձեռքբերումներից, որ Սովետ միությունից Հայաստանին մնացել է, երևի թե մեկը ատոմակայանն է, որովհետև այս կարգի, այս մասշտաբի երկրները ատոմակայան ունենալու շանս չունեն։ Թուրքիան ատոմակայան չունի, այ ընկեր։ Թուրքիայի պես երկիրը միջևում ատոմակայան չունի։ Եվ Թուրքիան ատոմակայանը կառուցում, բայց պայքարում է, որպեսզի Հայաստանում ատոմակայանը փակվի։ Եվ հայաստանյան իշխանությունները եւ նրանց շրջակա սազանդարները գալի այստեղ հեքիաթներ են պատկում մոդուլային ատոմակայանների մասին, որ աշխարհում գոյություն չունի։ Գոյություն չունի աշխարհում մոդուլային ատոմակայան։ Այսինքն ինչ գոյություն ունի, որի անունը մոդուլային ատոմակայանն է։ Սարցահատի ռեակտորը, Սարցահատը գիտեք, նավա։ Սարցահատի ռեակտորը ռուսները միտեղ դրել են, աշխատացնում են, ասում են, էսի մոդուլային ատոմակայան է։ Էլ ինչ կա, գազային սառեցման մի մոդուլային ատոմակայանի փորձ Չինաստանն անում, այս տարի պիտի գործարկեր, եւ ջրային սառեցման մոդուլային ատոմակայաններ, որը Հայաստանի համար են նախատեսվում, ուղղակի գոյություն չունեն աշխարհում։ Աշխատող չկա, հա, ծրագիր կա, մոդելներ կան, փորձարկումներ կան, բայց պատրաստի աշխատող ատոմակայան չկա։ Բայց մեզ հեքիաթ են պատմում մոդուլային ատոմակայանների, ինչի, որ մենք հրաժարվենք մեր իսկական ատոմակայանից, մեր մասշտաբային ատոմակայանից։ Ուղղակի հրաժարվենք։ Էշեշ թողենք, որ դա գնա։ Դե սրոկը լրացնա, որտեղ եթե հրաժարում ես ատոմակայանից, համ այդ լավ է, որ թուրքերի համար, որ դու այլևս ատոմային էներգիայի հետ չես աշխատում։ Համ դա լավ է, արևմուտքի համար, որ ռուսների ոտը կդրում ես ստեղից։ Ու եթե տենց անուղեղ կերպով ասում ես, հա, ամեն գնով ռուսների ոտը, հա, ռուսների ոտը կդրենք,
Կսարքենք մի քանի հատ կոտեջներ, այտենց թքած կպցրած, կգան, ստեղ կֆրֆրան, ծիրան կուտեն, անունը կդնենք ծիրան ենք արտահանում, հա, ուտելով, էլի որ գալիս թե ուտում են, դի նշանակում ծիրան ես արտահանում, վարչապետի հանճարեղ միտքն է։ Մենք ինչ կանենք, մենք պրոստին կլվանք, ազգովի պրոստին կլվանք, ինչ վատ գործ է որ։ Տուրիստը կգա կֆռա, մենք պրոստին կլվանք այդ տուրիստի համար, որ հաջորդ տուրիստը գա։ Ու տենց ամեն տուրիստի հետևից պրոստին կլվանք ու երգիր կպահենք։ Ինչ ատոմակայան, ինչ բան այ մարդ։ Ինչ թիթիզ բաներ։ Բայց դա այն պոտենցիալն է, որը ճիշտ կազմակերպելու դեպքում մենք բարձրացնելու ենք մեր ՕԳԳ-ն։ Ահա եթե այդպես էներգակիրներով կամ դիրքով կամ չգիտեմ դաշնակիցներով կամ հովանավորներով հարուստ երկրներ իրանց կարան թույլ տան մի քիչ վատ կազմակերպված լինել։ Մենք իրավունք չունենք վատ կազմակերպված լինել։ Մենք շանս չունենք գոյություն ունենալ վատ կազմակերպվածության պայմաններում, այսինքն պառակտվածության պայմաններում, իրար նկատմամբ ատելության, իրար միս ուտելու պայմաններում։ Ես չեմ ասում բոլորս մի մտքի լինենք, պետք է լինի բազմակարծություն, պլուրալիզմ պետք է լինի, թե մոտեցումների, բազմազանություն պետք է լինի, թե մոտեցումների, թե պատկերացումների, թե առաջարկների, այդ ամեն ինչը պետք է լինի։ Չի կարա մի բան ասպես բերվի զորով օրինակ ես վերջերս օրինագիծ էին ուզում առաջ տանեին, որտեղ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակներում ուրեմն շներին 12 ժամից ավել եթե կապի վրա է պահում, այդ մարդը պետքա տուգանվի։ Այսինքն շանտերը, եթե շունը 12 ժամից ավել է կապի վրա մնում։ Ու լավ բան է, ես կուզենամ ընդհանրապես շները ապրեն հոտերի հետ, բոլոր շները լինեն հովիվների հետ, հոտերի հետ, ազատ, շրջեն եւ այլն։ Բայց այդ աբսուրդ է, էլի ասենք մարդուն հարկադրես հայրել Հայաստանում, որտեղ գյուղերում 90%-ը շները կապի վրա են ու ոչ միայն 12 ժամ, կարող է 12 ամիս կապի վրա մնան ու տես դասավորված գալիս է միջև հիմա։ Միգուցե հա պետք է մի քիչ փոխել, պետք չի 12 ամիս կապի վրա թողել, բայց տենց վիճակներ էլ կա։ Ու հիմա բերում են տենց մի կարծիք կա, մի ձախական արևմտամետ, ձախական, անհեթեթ բնությունից ու կյանքից կտրված կարծիք կա, քաղաքի պոնչիկ ուտող, իր ճաշակով ու իր կենսաբանության նկատմամբ անգրագետ մոտեցումով, կյանքի գյուղի նկատմամբ ընդհանրապես առանց պատկերացումների մի հատ մոդել կա, եկել են օրենքի ուժով ուզում են այդ մոդելը հաստատեն։ Սենց է ու վերջ։ Իհարկե դա չի փոխի իրականությունը, շները էլի շարունակել են կապի վրա մնալ, բայց դա ինչ է բերում երկրում։ Դա երկրում բերելու է այն, որ գյուղացին, ով իր շանը շաբաթներով կամ ամիսներով կապի վրա է պահում, էլի պահելու է, ոչ ոք չի թալու դա ստուգի։ Բայց օրենքին արդեն դա հակասում է։ Այսինքն գյուղացին արդեն գիտի, որ պետք է ապրել օրենքը խախտելով, որովհետև պրակտիկ կյանքում օրենքը չի աշխատում։ Օրենքը խանգարում է պրակտիկ կյանքում, որտեղ նույնիսկ չոբանաշները, որ ամբողջ կյանքերը ամբողջ տարին հոտ են արածացնում, էլի ձմռան ամիսներին կապի վրա են լինում ու կարան լինեն շաբաթներով կապի վրա։ Չոբանաշները գոմերում արդեն ձմեռանոցներում այսպես ասած։ Դա նույնը եղել է կոլխոզի ժամանակ։ Հանել օրենքներ, որոնք պրակտիկայում չեն աշխատելու, նշանակում է մարդկանց սովորեցնել, որ պետք է ապրել օրենքները խախտելով։ Որտեղ մարդիկ վերջին հաշվով օպտիմալ ճանապարհն են գտնելու։ Էլի գալիս եմ օգտակար գործողության գործակիցին։ Ստեղծել մի այնպիսի համակարգ, որտեղ օրենքները այնքան անհեթեթ են, որ նորմալ մարդը, եթե վախկոտ հպատակ չի, նորմալ մարդը դա անպայման շրջանցելու ձև է գտնելու։ Քիչ որտեղ անհեթեթ է, օրինակ այդ աղի օրենքը, չէ, չնայած չգիտեմ էլ դա օրենք դա որոշում է, աղ պետք է չլինի սեղաններին։ Անհեթեթություն։ Չեն պահելու մարդիկ այդ կարգը։ Եվ դրանով մարդիկ գնում են սովորում են արդեն ինչի, որ օրենքները ձևական են, օրենքները պետք չի պահել։ Օրենքները հռչակագրային են, ձևի համար հռչակված է, պետք չի պահել։ Արդյունքում գալիս է մի օր սահմանադրություն է խախտվում, ու մարդիկ արդեն սովոր են, հա ասում են, դե ինչ եք սահմանադրությանը հղում անում, որ
Ասում ես դե խախտվում է սահմանադրությունը, ասում է դե ով չգիտի, որ օրենքները գրված են ձևի համար։ Իրական կյանքը լրիվ ուրիշ բան է, այնտեղ օրենքների դաշտում գրած է լրիվ ուրիշ բան է։ Այսինքն դու փոխանակ քաղաքացու մեջ իրավագիտակցություն եւ օրենքի նկատմամբ պատասխանատվության զգացում զարգացնես այնպիսի օրենքներ գրելով, որոնք քո ժողովրդին են պետք։ Գնում ես այնպիսի օրենքներ ես գրում, որոնք պետք են արևմտյան գրանտներ տվողներին կամ ընդդեից քաղաքական ազդեցություն ունեցող ուժերին, այդպես օրենքներ ես գրում, նրանք ասում են ապրես, կարաս ընտրությունները ալխային խախտես, ինչ ուզում ես արա, կամ նույնիսկ գրանտներ են տալի, կամ ինչ որ ուրիշ ձև են աջակցում, բայց քո երկրում դու ապականում ես օրենսդրական դաշտ, բերելով այնպիսի կարգ, որը անհեթեթ է, հնարավոր չի մարդը պահի, անհեթեթ է։ Օգտակար գործողության գործակցի թեման ստե շատ կարևոր է եւ ինչպես ենք մենք կազմակերպվելու շատ կարելի է սրա մասին խոսել, ուզում եմ ասեմ, սա կարևորագույն կտոր է։ Երկիրը եկեք մի քիչ սկզբից սկսենք, տեսեք, մարդը բնույթով որ ծնվում է, ինքը չգիտի որ թվականում է ծնվել։ Ինքը չգիտի, օրինակ, մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակն է, թե մեր թվարկությունից հետո 5-րդ հազարամյակն է։ Մարդը ծննդաբերվող, ծնվող, լույս աշխարհ եկող մարդը, մարմինը, այդ երեխեն, ինքը չգիտի որ թվում է ծնվել։ Ինքը ճիշտ նույն կարգավորումներով է ծնվում, նույն ուղեղային նյարդային համակարգով է ծնվում, ոնց որ ծնվել է սրանից 12000 տարի առաջ, ոնց որ ծնվել է, երբ որ քարանձավում էր ծնվում, ոնց որ ծնվել է, երբ որ գետնափոր տներում էր ծնվում, ոնց որ ծնվել է, երբ որ ասենք, չգիտեմ, 1940-ականներին, մարդը նույն ձևի է ծնվում, այսինքն նույն ուղեղային պոտենցիալով։ Ժամանակի ընթացքում դարը, մշակույթը, միջավայրը այդ նորածնից ստանում է ժամանակակից մարդ։ Այսինքն եթե ծնված մարդը հայտնվի քարանձավում, ինքը մեծանալու է որպես այդ քարանձավային մարդի պես մարդ։ Եթե մեր միջավայրում է մեծանում, մեր պես է մեծանալու։ Այդ նույն մարդը մեծանա Բրիտանիայում, բրիտանացու պես է մեծանալու։ Գերմանիայում գերմանացու պես է մեծանալու։ Որոշակի առանձնահատկություններ իհարկե կան մարդկանց միջև տարբերություն, բայց դա ոչինչ չի փոխում։ Հիմքում կախված է թե այդ մարդը ինչ համակարգում, ինչ միջավայրում է մեծանում։ Ահա մարդը ի սկզբանե, մինչև այդ միջավայրը, այսինքն մշակույթը իրան կմշակի եւ ինքը կդառնա մարդ մշակութային, ի սկզբանե ինքը գալիս է մարդ կենսաբանական, մարդ սոցիալական, այս ամեն ինչը բնական է, բայց ինքը մարդ քաղաքական, մարդ տնտեսական, մարդ մշակութային դառնում է, դա դառնում է, այդպես չեն ծնվում։ Ծնվում են մարդ կենսաբանական, ծնվում են մարդ սոցիալական, այսա գենետիկորեն ամրագրված է։ Բայց մարդ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր ասում, մարդը քաղաքական կենդանի է։ Մարդ տնտեսական, այդ չգիտեմ, Մարքսն ով ասել։ Մարդ տնտեսական եւ մարդ մշակութային, մարդը դառնում է մշակման ենթարկելով։ Մշակույթը էդի վայրի հումքի, նախաստեղծ վայրի բնականի մշակված տարբերակն է։ Քարը կա, քարի վրա տաշում ես խաչքար ես ստանում, այդ մշակում ես, ինքը դառնում է խաչքարը մշակույթ։ Ապառաժը ինքը մշակույթ չի։ Ապառաժը տաշում սարքում ես, ասենք, չգիտեմ, եգիպտական բուրգի պես մի բան, դառնում է Քեոպսի բուրգ, դառնում է մշակույթ։ Մինչև այդ ինքը հումք է, վայրի է, բնական է, նախաստեղծ է, այդ ձև։ Հիմա նույնը մարդ ամեն օր ծնվում է ծնարաններում, ինքը չգիտի որ թվական է եկել։ Ֆանտաստիկ կինոների մեջ կա, չէ՞ տես բան Տերմինատորի մեջ գալիս է գնում է մեկին գտնում, ասում որ թվականն է։ Հիմա պատկերացրեք երեխան ամեն օր որ ծնվում են ծնարաններ, իրանք չգիտեն լույս աշխարհ գալուց քարանձավա լինելու թե ծնարան, ստերիլ։ Իրանք չգիտեն, ավելին իրանք սպասում են, որ ընդ քարանձավա լինելու։ Իրանց կարգավորումները սպասում են, որ ընդ պիտի քարանձավ լինի։ Մենք չենք այդքան բանը ասա, այդքան մորթին, շուբայի մորթին, այդքան մեզ պուպուշ, մեզ դուրեկան,
Ինչա այդքան դուր եկան։ Դիգդեք ինչ նախնա հակում է։ Երևի դա գալիս է այն ժամանակներից, երբ որ մարդը ասես բրթոտ մորթոտ, այսինքն մարդ չի եղել, նախամարդ է եղել։ Մորթոտ բրթոտ մի հատ կենթանի է եղել։ Ու ձագը իր մորը այդ բրթոտ մորթիոտ վիճակում է զգացել, ու այդ զգացումը գենետիկ ամրագրված միջև այսօր գալիս է։ Արդեն երբ որ մարդը հոմո սափիենս էր, ոչ այդքան փրչոտ, այսպես ասած, այդ ժամանակ էլ արդեն մորթիներ կային, որոնք տաքացնում էին այդ նորածին երեխային։ Ու այդ մորթիների այդ փափկությունը մարդը շարունակում է իր հետ բերել որպես այնքան դուրեկան հատկանիշ, դա գենետիկորեն է ամրագրված։ Ծխի հոտը, այդ օջախի հոտը, կրակի այդ թույլ այդ հոտը, խունկի հոտը, այդ ինչի է մեզ այդպես դուր գալիս։ Որովհետև այդ կրակը վերջի 300,000 տարին մեր անցյալ նախնիների կենցաղում եղել է, երեխան ծնվել է, չի ծնվել, հոտը առել է։ Դա այդքան մեզ համար դուրեկան բան է։ Ինչ ասեմ։ Ահա այդ մարդը, որ գալիս է բնությունից, ինքը չի գալի, որ ստե լինելու է պետություն։ Պետությունը դա ժամանակի ընթացքում արհեստականորեն քաղաքակրթության մշակույթի կողմից ստեղծված կազմակերպվածություն է, կազմավորում է։ Պետությունը դա մեր գեներում չկա պետություն։ Մեր գեներում կա համայնք, տոհմ, ցեղ, այ մեր գեները դրան պատրաստ են։ Կարա չսովորացնես ավտոմատ դեպի մարդը դրսևորելու է, համայնք, տոհմ, ցեղ, այդ ամեն ինչը մարդը գիտի գենետիկորեն։ Պետությունը մարդուն պիտի սովորացնես։ Պետությունը մարդուն պիտի կրթես, որ ինքը դառնա պետություն, հասկանա ինչ բան է։ Պետությունը դա մեծ ցեղը չի։ Մեծ ցեղում բոլորը բոլորին մեկ է, ճանաչում են։ Սա հարաբերությունների ուրիշ ֆորմատ է։ Սոցիալական կապիտալի, այսինքն կապերի, ուրիշ ամրություն է։ Պետության մեջ մարդիկ 99%-ով իրար չեն ճանաչում։ 3 միլիոն հայ է, քանիսին եք ճանաչում այդ 3 միլիոնից։ Բայց համարում եք ձեր ազգակիցը, ձեր յուրայինը, սա ուրիշ ֆորմատ է համախմբման եւ համագործակցության։ Էսի պիտի կրթես, էսի պիտի զարգացնես։ Էսի ինստինկտիան չի լինում։ Էսի նվագելու երաժշտություն նվագելը հնարավոր է ինստինկտիան։ Չկրթես, չզարգացնես, չսովորացնես, հլնի ու սկսի դաշտամուրի վրա խզարել։ Հնարավոր չի։ Այդպիսի մի բան է քաղաքացի լինելը։ Դա շատ նուրբ մատերիա է, շատ նուրբ բան է, որ պիտի ժամանակի մեջ կրթես, հղկես, ու սերունդը պիտի դառնա քաղաքացի, որ այդ սերունդն էլ դաստիարակի իրանից հետո եկող սերունդ քաղաքացի, դրանից հետո եկողն էլ իրան սերունդ քաղաքացի։ Իսկ դու հպատակության, որը դաստիարակվել է, այդ էլ մի առանձին խնդրեմ է։ Մեր մեջ հպատակությունը շատ ընտիր դաստիարակվել է եւ սերունդ մենք ժառանգել ենք իրար, հպատակության մշակույթ, հպատակության քաղաքական մշակույթ, եթե կուզեք այսպես ասել։ Եվ հիմա 30 տարի անց ինձ թվում ահագին բան է փոխվում, ճիշտ է, անկախություն բերած սերունդը բավականին ոգևորված, բայց այդ պետական պատկերացումների սերունդ չէր։ Իրանք պետությունը մեկը չէին պատկերացնում։ Իրանք պատկերացնում են, որ պետությունը դա մեկ ազգ, մեկ պետություն, ամուր սոցիալական կապերի վրա, որ մենք արյունակից ենք, մենք բոլորս հայ ենք, մենք քույր ու եղբայր ենք, սենց է չէ պատկերացում։ Մինչև հիմա շատ ֆիդայական մտածելակերպով մարդկանց մոտ է պատկերացումը, որ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս քույր ու եղբայր ենք, ոչ մենք քույր ու եղբայր չենք։ Մենք ոչ էլ նույն ընտանիքից ենք, մի ընտանիք ենք։ Մենք մի ազգ ենք, դա ուրիշ բան է։ Այդտեղ մարդիկ իրար հետ յոլա են գնում մի գաղափարով, որ թեև չեմ ճանաչում, թեև իր հետ կապ չունեմ, բայց ինքը իմ հետ ունի ընդհանուր ինքնություն։ Մենք մի ընդհանուր կազմակերպության մեջ ենք, քաղաքական կազմակերպության մեջ ենք, որը կոչվում է պետություն։ Նայեք մի sense հետաքրքիր բան կա, ու ուզում եմ բացատրեմ այդ ոնց է, էլի, որ մենք մի ազգ ենք, դա չի նշանակում մի ընտանիք ենք կամ քույր ու եղբայրներ ենք, ամենևին։ Տարսիվես վաբշե քույր ու եղբայր չենք։ Դա թույլ սոցիալական կապերի արդեն
մասին է խոսքը, թույլ սոցիալական կապերի տեսությունն է, որը լինում է անհաշվելի մեծ թվով մարդկանց միջև, որն է պետությունը։ Ուժեղ սոցիալական կապերը, քույր, եղբայր, ընկեր, բարեկամ, խնամի հարաբերությունները, դրանք փոքր խմբերին են բնորոշ, այն ցեղերին, տոհմերին եւ այլն։ Ստե մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, որ երբ որ 3 միլիոն մարդ իր հետ հավաքվում, ասում եմ, նույնիսկ մարդու ուղեղը թույլ չի տալի, որ դու 100,000 մարդու անձամբ ճանաչես, թույլ չի տալի։ Գիտական հետազոտություններ կան, որ մարդը լավագույնս շատ ընտիր ձևով կարա ճանաչի, ամենաշատը եւ հարաբերվի, փոխհարաբերվի շփումների մեջ լինի, ամենաշատը 150 հոգու հետ։ Դեմքով կարա ճանաչի 1500 հոգու։ Դրանից ավել էլ չի ճանաչում։ Ինքը նայում է, իրան թվում է ծանոթ, ասում է մենք ծանոթ ենք, մենք ինչ-որտեղ հանդիպել ենք, չէ, դուք ոչ ծանոթ եք, ոչ էլ հանդիպել եք։ Ուղղակի 1500 հոգի, որ դու ճանաչում ես դեմքով, այ մնացած մարդիկ դրանց ինչ-որ չափ նման են, ինչ-որ մեկին նմանացնում ես։ Բայց եթե մարդը անձամբ 1500 հոգուց ավել չի կարա ճանաչի։ Շփվել սերտենես չի կարա, 150 հոգուց ավել հարաբերություններ, ամուր հարաբերություններ հնարավոր չէ։ Որ 1500 հոգուց ավել չես կարա ճանաչես, այս գիտական տվյալներ եմ ասում, փաստեր եմ ասում։ Դու ոնց ես 3 միլիոնի հետ գործ բռնելու։ Այստեղ գալիս ենք արդեն պետությանը եւ ազգին։ Սա լրիվ ուրիշ նյութ է, լրիվ ուրիշ արժեք է։ Սկիզբը ո՞րն է։ Սկիզբը այդ քարանձավից մեր օրերը անցումը, մեկ էլ մի բան էլ ասեմ, ինչով է կարևոր, քարանձավի ժամանակ կային լիքը ազատ տարածքներ, անտառներ, Էսկոմենկով։ Հիմա ազատ տարածքներ չկան։ Հիմա ուր գնաց, դա ինչ-որ մեկի սեփականությունն է, կամ ինչ-որ համայնքի, կամ ինչ-որ պետության սեփականությունն է։ Այսինքն ուզած-չուզած բնության մեջ ապրելու մեր խնդրեմ ենք առաջ ունենում, որ sense թե նենց միտեղ գնան, գալու են ասեն, էսի քոնը չի դուրս ալիս տեղից։ Ու շատ լուրջ մարդիկ են գալու ասեն, ընդհանուր միջև պետությունը։ Ասեն պետական ստրուկտուրաները, ուժայիններ եւ այլն։ Ահա ի սկզբանե ոնց է, հավաքվում են մարդիկ, առաջի этаպը, որ մարդիկ պիտի կարանան իրար միշտ չուտելով միտեղ մնան, դա համակեցությունն է։ Ուղղակի միտեղ մնան։ Ուղղակի վստահեն, որ գիշերը այս մյուսը չի գա իրար մորթի, թեև անծանոթ է, բայց տոլերանտություն են, հանդուրժողականություն ունենան 3 միլիոն մարդ իրար նկատմամբ։ Սա առաջի աստիճանն է, որ պետքա հասնի ազգը։ Նույն այս դեպքում հələ ազգ չի։ Ժողովուրդը գոնե պիտի կարանա իրար միշտ չուտի, 3 միլիոն մարդ միտեղ ապրեն, բայց իրարից չգողանան, բայց իրար կոկորտ չկրծեն, բայց գիշերը չգնա մեկը մեկին մորթի։ Սա բարդ գործ է, 3 միլիոն մարդու համոզել, որ հանգիստ կարած գիշերը քնես, եթե մարդը չհամոզվեց, զենք խառնելու է նստի, հետո մի քանի հոգով ում սիմպաթիան իրար հետ կբռնի, միասին հերթապահություն են անելու գիշերը, որ կողի մի քանի հոգին չգան իրանց վնասեն։ Այստեղ ահռելի էներգիա է ծախսվում համակեցության պայմաններում, ահռելի էներգիա է ծախսվում այդ անվստահության մթնոլորտի պատճառով, այսինքն այս մարդիկ կարային գիշերը քնեին, կարային անիմաստ չհերթապահեին, կարանց այդ աշխատանք անելու փոխարեն մի հատ ուրիշ բան ստեղծեին, արարեին, ուրիշ աշխատանք անեին։ Բայց համակեցության համար հնարավոր է ինչ-որ մի բան ստեղծել։ Օրինակ ստեղծել մի մարմին, որը կերաշխավորի, որ ոչ ոքի չեն գա ու չեն վնասի։ Կամաց սկսում ենք, չէ, իրավապահ համակարգի ձևավորումը։ Իսկ եթե 3 միլիոնը միևնույն ժամանակ առանց իրար ճանաչելու որոշում են համակեցությունից անցնել համախմբման, սա արդեն մեծ պոտենցիալ ունի լավ բանի վերածվելու։ Հավաքվում են ինչ-որ հատկանիշի շուրջ, ընդհանուր թշնամի ունեն, օրինակ, 3 միլիոն մարդ ընդհանուր թշնամի ունեն, արդեն համախմբվում են։ 3 միլիոն մարդ հասկացել են, որ միասնական ուժերով ավելի մեծ բաներ կարան կառուցեն եւ ստեղծեն բոլորի համար օգտակար, կամ յուրաքանչյուրի համար օգտակար, քան եթե ամեն մեկը ինքնիրանով փորձի հարցեր լուծել։ Ավելի լավ ժամանակ կարան անցկացնել, եթե 3 միլիոն մարդ համախմբվեն, քան եթե մենակ մոլոր ամեն մեկը իր համար փորձի մի բան անել։ Համախմբումը այդ երկրորդ աստիճանն է, որ համակեցությունից մենք անցում ենք անում դեպի լավ բաների։ Իսկ եթե համախմբումից հետո մարդիկ գալիս են ընդհանուր հայտարարել ու սկսում են կազմակերպվել, ինչա նշանակում կազմակերպվել, արդեն պարզ է ով է
պահակություն անում, ով է արտաքին թշնամու հետ պայքարում, ով է ներքին խուլիգաններին զսպում, ով է սովորացնում երեխեքին, ով է հաց թխում, ով է, չգիտեմ, բժշկություն անում, սենց ով ինչով է զբաղվում ու ոնց են բոլորն իրար աջակցում, ոնց են հիվանդներին ու թույլերին տեր կանգնում, ոնց են ուժեղներին ծափ տալի փառաբանում որպես չեմպիոններ եւ դրանով զգում իրենց ընդհանուր ինքնությունը։ Այսպես կամաց կազմակերպումը բերում է արդյունավետություն, սրա անունը դրել ենք պետություն։ Բայց եթե անունով ունենք պետություն, բայց նա ներսում կազմակերպված եւ համակարգված չի, ապա դա մի թեթև համախմբում է, լավ, հիմնականում համակեցություն է, ցածր ՕԳԳ-ով, շատ ցածր ՕԳԳ-ով։ Եվ որպեսզի մարդիկ համակեցությունից մինչև համախմբում եւ համակարգում ճանապարհն անցնեն, ելի եմ ասում, առաջի բանը որ պետք է, դա պետք է փոխադարձ վստահություն, որ իմանա գիշերը չի գալու իրան մորթի, իրանից չի գողանալու կամ այնպես չի լինելու, որ նա հիվանդ էր, ես նրան օգնեցի, բայց երբ որ ես հիվանդանամ, ինքը անտեսելու է։ Իսկ փոխադարձություն է ուզում մարդը։ Այս փոխադարձ վստահության եւ այս փոխօգնության մթնոլորտի համար պարտադիր է, որպեսզի մարդիկ վստահեն միմյանց։ Բայց ինչքան էլ ուզում ես վստահենք իրար, միշտ լինելու է մի ղախպի տղա, որը գալու է ու ասենք խլելու է ինձնից, խլելու է քեզնից, խաբելու է քյոլմստելու է։ Բայց դրա հարցերը ոնց պետք է լուծենք։ Ուրեմն պետք է լինի մեկը, որ այդ անպիտաններին հավաքի դրանց հարցերը լուծի։ Օրինակ, հարևանը տեկել է կամ հարևանը չի հեռու գյուղից բարեկամ, ասում է ես փող չունեմ, $100 փող կտաս ինձ։ Ասես ունեմ, $100։ Բերումը մարդը վերադարձնում է այդ $100, հավատ կա իրար նկատմամբ։ Բայց եթե նա խաբեց այդ փողը չվերեց, ինչ է լինելու, սկսելու ես կասկածել, չես վստահում։ Ու հիմա եկեք 90-ական թվականներից նայենք, թե հայերիս մեջ ինչքան են սենց մարդիկ փողը առե ու հետ չեն տվել։ Այսինքն գցե, մի հատ հիշեք, անverջ։ Բայց ժողովուրդը ոնց պետք է վստահի իրար։ Այնինչ, եթե մարդիկ իրար վստահեն, կարող է մարդը $100 դնի, չգիտեմ, մի 100 հոգով, ու մի հատ բիզնես ստեղծեն 100 հոգով, ու միասին մեկին բերեն աշխատավարձ տա, որ կառավարի այդ բիզնեսը, միասին աշխատեն այդ բիզնեսում, որտեղ վստահում են իրար։ Բայց եթե մարդիկ չեն վստահում, որովհետև հազարավոր անգամներ տվել են $10 կամ չգիտեմ, որ թվին ոնց է եղել, 90-ականներից սկսած, տվել են ու հետ չեն ստացել, իրանց խաբել են ու գցել են։ Այս մարդիկ չեն վստահում իրար։ Ես էլ չեմ խոսում ինստիտուտների նկատմամբ վստահության մասին, որը օրինակը բերեցի արդեն։ Օրենքով գրած է սենց, մարդը վստահել է, որ ինքը օրենքով կանի ու ամեն ինչ լավ կլինի, բայց տես չի եղել։ Սկսել է արդեն օրենքի ինստիտուտի նկատմամբ անվստահություն։ Մարդուն ասել են, գիտես ինչ կա, դպրոցը տենց բան է, գնում ես լավ ես սովորում, ընդունում ես բուխ, ընդել ես լավ սովորում, ընդունում ես լավ աշխատանքի։ Մարդը լավ է սովորել, գնացել է բուխ, կամ չի ընդունվել, կամ լավ է սովորել, բայց փող չի ունեցել, որ բուխ գնա սովորի։ Բուխը ավարտել է, աշխատանք չի գտնում։ Սկսեցին կրթական ինստիտուտների նկատմամբ անվստահություն։ Մամուլը որպես տեղեկություն տրամադրող ինստիտուտ հասարակական։ Մարդիկ վստահել են, թերթում գրած է, ինչ ես խոսում։ Տելևիզորով այդ նորը ասեցին, դու գիտես, դա հետո կամաց տեսնեմ, որ թերթերում գրում են ամեն տեսակ խաբեբայություն, ամեն տեսակ սուտ, ամեն տեսակ մանիպուլյացիա, նույնը հեռուստաեթերով, ու սկսում են անվստահություն նաև մամուլ ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցուն են մարդիկ վստահել, տերտերներին են վստահել, կամ բժիշկներին են վստահել, որ սրանք առաքինի մարդիկ են։ Առաքինի մարդիկ են սրանք, բարձր բարոյականության տեր մարդիկ են։ Հետո տեսնեմ, որ չար ու չատլախից շատ չեն տարբերվում այս մարդիկ։ Ու էլի ինչքան մեծ է իրանց նկատմամբ հարգանքը այս ինստիտուտների նկատմամբ, որ շարունակում են բժիշկներին փողոցում բժիշկ ասել, թեև անուն ազգանունը շատ լավ գիտի։ Բայց էլի շարունակում, իսկ հոգևորականներին այնուամենայնիվ եւ եկեղեցուն մարդիկ այնուամենայնիվ աջակցում են։ Բայց ինստիտուտների նկատմամբ հավատը խարխլված է։ Այսպես կարող են բանակը, մենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակն ենք,
20 թվականին բրծավ այդ պատկերացումը։ Այս ինստիտուտի նկատմամբ էլ խարխրվեց հավատը, նույնը դատարանների նկատմամբ, նույնը կառավարության, պարլամենտի, լիքը բաների նկատմամբ։ Արդյունքում ինչի ենք մենք գալիս ասնում։ Ես հիմա նայում եմ պրասնոկտատների քանակը 71 է, երևի օրվա ժամը հարմար չի։ Միգուցե մեծամտություն եմ անում, բայց ես չգիտեմ այս տեսակ զրույց խոսք Հայաստանում էլ երբ ու որտեղ է հնչում։ Այս ամբողջ տեղեկատվական աղբի մեջ էլ երբ ու որտեղ է հնչում։ Այս բովանդակությամբ խոսք ես չգիտեմ, մամա ջան, էլ որտեղ է հնչում։ Եթե հնչում անձիկ ուղարկեք հղումները, ես ինքս ծառավ եմ այս տեսակ զրույցների։ Իսկ եթե չէ, խնդրում եմ, այս վիդեոն տարածեք ինչքան հնարավոր է շատ։ Ինչքան հնարավոր է շատ։ Հայ ազգին ամենաշատ այս զրույցն է պետք։ Սրանից կարևոր զրույց հայ ազգի համար չկա։ Մնացածը 50 տարի հետո էլ այս զրույցը լինելու է, այս նույն զրույցը, այս նույն արժևորությամբ, կարևորությամբ։ Այն մնացածը այսօր սենց եղավ, վաղ ուրիշ ձև, ժողովուրդ, խնդրում եմ տարածեք այս վիդեոն։ Ահա մեր փոխադարձ վստահությունը 90-ականներից սկսած միգուցե մինչև դա էլ կորավ իրար նկատմամբ, որտեղ անվերջ խափող գցողներ կային մեր միջավայրում, որտեղ դիֆիցիտի միջավայր էր եւ այլն, եւ ինստիտուտների նկատմամբ։ Մենք պետություն չենք, то մենք սկի նախիր չենք, որտեղ նույնիսկ նախիրը բնույթով, то չէ, այդ տոպ շտի նախիրի չափ, տոպ տոշնի նախիրի չափ։ Բայց տարբերությունը գիտեք որն է, մեր որպես անկազմակերպ, ամբոխի եւ նախրի։ Նախրին, երբ որ գիշատիչը հարձակվում է, ուրեմն ամենաուժեղներն ու զորեղները ասենց վազելով եթում են։ Հետևը մնում են մանր-մունր բանգաբութուլքեր, նրանց էլ գիշատիչը ուտում է, կշտանում է, նու համ նախիրն է, այսպես ասած, սելեկցիայի ենթարկվում, համ գիշատիչներն են կուշտ։ Մեր դեպքում մեր նկատմամբ որսի դուս եկած ուժերը հիմնականում արտաքինից երբեմն ներքին, ասեցի, լիքը աղբի տղեկ կան մոբիլիզացված։ Այս ուժերը ուրիշ բան են նայում։ Նայում են մեջների ուժեղ նովա, մեջների ամենամեծ կոտոշներով նովա, առաջինը նրան են գյուլում, հետո են մյուսին են գյուլում, հետո են մեկն ավտովթարի ելնում, հետո են մեկի այնքան են դավադի տանում, որ թողնի երկրից գնա, հետո են մեկի գործն են փագում, ու սենց տակը մնում են ճլորած, անիմաստ զանգվածները, այ մեր որսորդները մարդ են, մարդը վայրի կենթանու չի պես չի որսում, ասում ամենաթույլին, ամենանիհարին գյուլեմ, այդ ամենանիհարին տանենք ուտենք, այտենց վայրի կենթանին է որսանում, մարդը որսում ամենալավին, ամենաուժեղին, շատ կեղտոտ որսանում մարդ, դա բնական որս չի, ահա մեր նկատմամբ էլ այդպես են որսանում, մեր միջի ամենալավներին նեղացե, խափե, քծե, ճնշե, բռնաճնշե, մահափորձեր արե, վերացրե, տակը մնացել ենք, ովքեր որ մնացել ենք, բայց հիմա պետք է վարյան չունենք, ճլորացենք, ինչ ենք, պետք է կազմակերպենք, ձև չունենք, ահա պետք է այդ վստահության մթնոլորտը վերականգնվի, իսկ վստահության մթնոլորտը վերականգնելու համար երկրում պետք է լինի արդարադատություն։ Այսինքն ցանկացած մեկը պետք է իմանա, որ եթե եկավ Իրանից $100 ուզեց, ասես տուր, ասում այս $100 քեզ, եւ հետ չտվեց, ինքը սիրուն դիմում է այդ արդարադատություն իրականացնող մարմնին, ասում է, գիտես, դե $100 տվել եմ, չի տվել, ասում պրոբլեմ չունես, գնա քո գործին։ Եթե $100 ձեռից առնում են, թե ոնց են առնում, այդ իրան գիտեն, թե աշխատցնում են $100-ի, թե բան են անում, բերում տալիս, ես քո $100, վաղ այդ նույն մարդը նորից գալի ասում $100 տուր, ասում անվերջ գա ուզի, անվերջ կտա, գիտես ինչի, որտե վստահ է, որ իրան չեն խաբելու ու չեն գցելու, միշտ կա մի մարմին արդարադատություն իրականացնող, որը կգնա ու կբերի,
կգնա ու հատուցումը կստանա։ Արդարադատությունը ըստ իմ պատկերացումների դա պետության համար առաջին ֆունկցիան է, որովհետև դա է ապահովում այն փոխադարձ վստահության մթնոլորտը, որը թույլ է տալի մարդկանց համագործակցել ինտենսիվ կերպով, շատ ակտիվ ձևով համագործակցել այդ վստահության մթնոլորտը։ Եթե չկա այդ վստահության մթնոլորտը, եթե մարդկանք իրար նկատմամբ եւ ինստիտուտների նկատմամբ հավատը կորցրել են, ապա մարդիկ չեն համագործակցի, չեն համակարգվի։ Իսկ դա նշանակում է ՕԳԳ-ի կտրուկ անկում, կտրուկ խիստ անկում։ Մենք քարանձավային մարդու մակարդակին ենք վերադառնում, նիզակներով կանգնած ամեն մեկս մեր քարանձավի դիմաց։ Իսկ մեզ շրջապատում են արդեն հզորագույն կազմակերպվածությամբ երկրներ, որը դիկտատորական, ավտոկրատիկ կազմակերպվածություն է, որը դեմոկրատիկ կազմակերպվածություն է, դա արդեն էական չի։ Նրանք կազմակերպված են իսկ մենք ոչ։ Էլի խնդրում եմ այս վիդեոն տարածեք։ Եվ հիմա պետության համը ո՞րն է։ Պետության համը, որ պիտի բերաններումս մնա։ Այդ մեր բերանում պիտի մնա պետության համը։ Դա քաղցր համ է։ Դա երբ որ առանձին վերցրած մարդիկ ոչինչ չեն կարողանում անեն։ Կամ չեն կարողանում այնքան արդյունավետ գործել, որքան խումբն է գործում։ Խումբն էլ չի կարող այնքան արդյունավետ գործի, որքան մի ամբողջ պետություն 3 միլիոն մարդ կարա գործի։ 3 միլիոն մարդ։ Ու այս հարաբերությունները, ինստիտուցիոնալ հարաբերություններ են, թույլ սոցիալական կապերի վրա, բայց փոխադարձ բարձր վստահության։ Մարդիկ իրար վստահում են պետության մեջ, ազգի մեջ, ոչ թե որովհետև դա քույրն է իրա կամ եղբայրն է, ինչպես մեր անկախություն բերած հայրերն են պատկերացրել, հա, որ մենք բոլորս մի ազգ ենք, ուրեմն քույրեր ու եղբայրներ ենք։ Ոչ։ Մենք հենց թարսիպես հեչ քույրեր ու եղբայրներ չենք։ Մենք իրար վստահում ենք, որովհետև ընդհանուր արժեք ենք ձեռք բերել։ Պետություն, որը մեզ համար արդարադատության ճանապարհով փոխադարձ վստահություն է ստեղծել օտարների միջև։ Մենք օտարներ ենք փաստացի, բայց մենք գործում ենք որպես համագործակցություն, որպես մի ընդհանուր կազմակերպվածություն։ Ընտանեկան առումով օտար ենք, բան ազգային մակարդակում, ազգային մակարդակը պետական մակարդակն է, էլի։ Ազգային մակարդակում մենք համաքաղաքացիներ ենք, համերկրացիներ ենք, հայրենակիցներ ենք։ Այ հայրենակիցը, համաքաղաքացին, համերկրացին, ինչ ասեմ, մենք իրար հետ բացարձակ վստահության մթնոլորտ ենք, որտեղ մենք ունենք այդ կապուտ անձնագիրը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ու մեզ համար մեկը դիմացին է, ինչ սեռի է, ինչ կրոնական համոզմունքների է, ինչ էթնիկ պատկանելության է, ունի այդ անձնագիրը, վсё, նա մերոնցից է, նա մեզնից մեկն է, քույր չի, եղբայր չի, բայց մեզնից մեկն է։ Ու սա թույլ է տալու, որ դու թափ հավաքես, որ դու քո կազմակերպվածության մեջ մեծ արդյունք ստեղծես բարձր ՕԳԳ-ով։ Այս օրերին Ծառուկյանի հանդեպ իրականացվող արդարադատությունը իբրև թե դա հենց ծաղր է արդարադատության նկատմամբ, ծաղր։ Բոլորն էլ հասկանում են, որ այսի շահերից Նիկոլի հրահանգն է, Նիկոլի ուզածով է, 8 տարի ոչ մի բան չի արել, այսօր է որոշի անի, որովհետև ռեյտինգի խնդիր ունի։ Սա հետի հասկանում են։ Բոլորը տենում են, որ արդարադատություն չի դա պատվերով համերգ է։ Դա պատվերով համերգ է։ Ու սա ինչ անում, մեր վստահությունը իրար նկատմամբ մեծացնում է, իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը մեծացնում է, ոչ, ամենևին։ Մի մասը իրանց նախանձից դրդված ողջունում են, մի մասը հայոյում են, ես ինչ եք անում, սա ինչ անում։ Մեզ ավելի լավ է կազմակերպում միմյանց հետ։ Ընտրությունները նոր են ավարտվել, հիմա ամենա կազմակերպվելու սեզոնն է։ Մենք հիմա պետք է, այսինքն, էդ էլ բացատրեմ։ Կենդանիներն ունեն բազմացման շրջան։ Բազմացման շրջանում արուները իրար գլուխ են տալիս եղջյուրներով, չգիտեմ,
տարբեր գիշատիչ կենդանիներ միգուցե sense կռիվներ են անում, բայց համենայն դեպս դառնում են ավելի անուշադիր։ Բազմացման շրջանը զուգավորման շրջանն անցավ, ոչ մի բազմացման, այլ զուգավորման շրջան։ Զուգավորման շրջանը անցավ, վերջ, փոխվում է ռեժիմը։ Մեկ էլ է մյուս տարի այդ նույն շրջանում կլինի այդպիսի անկայունություն համայնքում։ Մինչև մյուս տարի տենց անկայունություն կլինի։ Այդ շրջանում, այդ անկայունության շրջանը անցավ, վсё։ Նույն կերպ ընտրություններն են։ Ասենք, ես կարծում եմ, որ ամենահաճախ 2 տարին մեկ պետք է լինեն, բայց ոչ բոլոր ինստիտուտներում, տարբեր ինստիտուտներում 2-4-6 տարի մեկ ընտրություններ։ Երկրում պետք է 2-4-6 տարին մեկ ընտրվող ինստիտուտներ լինեն, ստացվում է, որ 2 տարին մեկ ընտրություն է, էլի։ Ահա 2 տարին մեկ եղավ նախընտրական շրջան, եղավ անկայունություն, հաղթահարեցինք այդ շրջանը, որոշումները կայացրինք, ում պետք էր ընտրեցինք, վերջ, հետո պետք է շատ արագ նորից հավաքվենք իրար գլուխ, շատ արագ պետք է վсё ընդունենք, 2 տարի հետո նորից կվիճենք, նորից կվիճարկենք։ Սա շատ կարևոր է, հետընտրական շրջանը շատ արագ վերադառնալ շտատնի ռեժիմի, այսինքն երկիրը, հանրությունը, պետությունը, տնտեսությունը պետք է հետընտրական շրջանում վերադառնա աշխատանքի շտատնի, չգիտեմ հայերեն ոնց կլինի շտատնի ռեժիմի։ Մենք հակառակը ընտրությունները պրծները շտատնի ռեժիմի փոխարեն ավելի գրգռում են, ավելի խառնշտում են։ Ժողովուրդ sense չեն կազմակերպում, sense երկիր չեն լինում, sense համայնք չեն լինում, ու sense ՕԳԳ շատ ցածր է լինում, եթե լինում ընդհանրապես։ Ավարտեմ։ Խնդրում եմ տարածեք այս վիդեոն։ Եվ վերջում ինչի կեսօրին արեցի, որտեվ ազատ էի մուսասել տեղներ։ Եվ վերջում այս ամբողջ հարցերը, որպեսզի մի անգամ ամրագրվեն, պայմանավորվեն եւ հետո սրբորեն հետևեն, ազգերը սահմանադրություն են գրում։ Իրենց հասարակարգը, իրավակարգը, քաղաքական եւ պետական կարգն են ամրագրում սահմանադրության մեջ։ Էլի լիքը գործեր են անում, բայց առաջի հերթին ու ամենակարևորը սահմանադրություն են գրում։ Բայց այդ սահմանադրությունը գրում են ոչ թե տենց մեկին ասում են մի բան ընդ գրի բեր, կամ մի հատ լավ բան ընդ գրի բեր, դա տենց չեն գրում։ Այդ սահմանադրությունը գրելուց ամբողջ ազգը դա օրակարգ դարձրած օրեցօր քննարկում է, օր-օրի քննարկում է, օր-օրի օրակարգ դարձրած քննարկում է, սենց է ճիշտ, թե սենց է ճիշտ։ Եկեղեցին պետությունից անջատ է, թե անջատ չի։ Մենք ունենք պետական կրոն, թե չունենք պետական կրոն։ Օրինակ Հունաստանը ունի պետական կրոն, այսինքն պետական կրոնի հասկացությունը, եթե մեզ ներկայացնում են, որ դա խտրականություն է, բան, Հունաստանը եվրոպական ընտիր երկիր, Եվրամիության երկիր ունի պետական կրոն։ Իրանց կրոնը պետական է, իրանց եկեղեցին ուղղափառ դա պետական կրոն է, սահմանադրության մեջ ամրագրած։ Սենց հարց։ Սահմանադրության մեջ պետք է կարգավորվի, չգիտեմ, աբորտների հարցը կամ, չգիտեմ, որդեգրման հարցը, թե դա բաց ենք թողում, սահմանադրության մեջ ավելի կարևոր բաներ ենք դնում, այն մնացածը ժամանակի ընթացքում կխախկենք, կհստակեցնենք։ Սահմանադրության մեջ գրում եմ ոնց որ մեր սահմանադրության մեջ երկար բարակ 202 հոդվածով, թե գրում ենք ոտից գլուխ մի 30 հոդված, 40 հոդված քաշվում ենք մի կողմ։ ԱՄՆ սահմանադրությունը երբ որ գրվել է, դա կատարյալ մոդել է, ոչ թե ես տենց իմ սիմպաթիան է, դա օբյեկտիվ իրականություն է։ ԱՄՆ սահմանադրությունը գրվել է, ձևավորվել է եւ մինչեւ հիմա գործելը, դա իդեալական մոդել է, ոչ թե իդեալական, այլ էտալոնային մոդել է ամբողջ աշխարհի համար։ Չկա աշխարհում մի երկիր, որի սահմանադրության համար ԱՄՆ սահմանադրության գրվելու, ձևակերպվելու եւ գործարկելու ընթացքը էտալոն չլինի։ Ոնց որ կանոնը, լավն է, վատն է, կանոնի էտալոն է սանտիմետրերի ենթադրենք կամ երկարության։ Հիմա նայեք, սահմանադրությունը գրելուց բազմաթիվ ամբողջ մամուլը դրա մասին է խոսացել, ահռելի վեճեր, տարաձայնություններ, քաղաքական ուժերը լուրջ այսպես խմորել են, թե ինչ տեսակ պետք է լինի իրանց սահմանադրությունը։ Հիմնադիր հայրերից Համիլտոնը եւ Մեդիսոնը հատկապես այդ երկուսը։ Ու Ջեֆերսոնն էլ իր հերթին Ֆրանսիայում դեսպան էր, ընդեղից էր ինչ որ բան, բայց Համիլտոնն ու Մեդիսոնը գրում են ֆեդերալիստի թղթերը, հոդվածներ են դրանք, որ 80 հոդված կարծեմ, որոնք թերթում օրեցօր տպվում են։
Այսինքն պատկերացրեք 80 թերթ, մի քանի թերթ է, մի բանը կազմում։ Թերթում տպվում է, մարդիկ գնում կարդում են, ով կարդալ գիտի, ով հետաքրքրված է։ Կարդում են, թե ինչ է, մի օր խոսում են պարլամենտի ժամկետի մասին, մի օր խոսում են արդարության մասին, մի օր խոսում են զորքերի մասին, մի օր խոսում են չգիտեմ ինչի մասին։ Այս ամեն ինչը սահմանադրություն է։ Սենց են մարդիկ սահմանադրություն գրում։ Այսինքն ամբողջ ազգը ներգրավված է, գոնե ազգի մի զգալի մասը, ներգրավված է այդ քննարկումների, այդ որոշումների մեջ։ Երբևէ Հայաստանում տենց բան ա եղել։ Դուք տենց բան եք հիշում, որ Հայաստանում քննարկվում էր հոդված առ հոդված, գոնե հիմնական կետերով, նրբություն առ նրբություն քննարկվում, լուսաբանվում, մարդկանց բացատրվում, մարդկանց կարծիքը լսվում։ Տենց բան ա եղել Հայաստանում։ Իսլանդիան օրինակ ունի, երբ որ սոցիալական ցանցերով սահմանադրություն են գրել, ոչ թե սահմանադրագետները, այլ հենց ժողովուրդը։ Սահմանադրությունը գրել են, բայց վերջը իշխանությունները բոլոր փուլերը օրինական անցնելուց հետո իշխանությունները արգելեցին, որ դա մտնի հանրաքվեի, արգելեցին, բայց ժողովուրդը ցույց տվեց, որ քաղաքացիական նախաձեռնությամբ հնարավոր է այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր է այդպես սահմանադրություն գրել։ Իհարկե այնտեղ որոշակի կարգ կար, հա, կարծիք հայտնելու եւ այլն, ոնց անեն, որ ժխորի չվերածվի, բայց մարդիկ դա արել են։ Իսլանդիայում մի քանի տարի առաջ։ Բայց նման բաները դուր չի գալի, առաջինը Եվրամիությանը դուր չի եկել։ Այնտեղ հարցեր ունեին, բանկային խնդիրներ ունեին։ Հունաստանի պետական կրոնը ոչ մեկի դուր չի գալի։ Իհարկե Թուրքիան ունի սահմանադրության մեջ արձանագրված, որ ազգայնականությունը պետական գաղափարախոսություն է։ Թուրքիայի սահմանադրության մեջ գրած է ազգայնականությունը, նացիոնալիզմը, որ մեր մոտ տենց ես ինքս նացիոնալիզմը չեմ ընդունում, դա ասում իմացեք։ Բայց դա կապ չունի, իմ ճաշակը մի բան է, ճիշտը մի բան է, ասենք ճշտից խոսալուց ճաշակով չես խոսում, լոգիկայով ես խոսում։ Հիմա մեր մոտ տենց նացիոնալիզմ բան, ինչ կեղտոտ բաներ եք, վտանգավոր բաներ եք ասում, չէ՞։ Հա, բայց Թուրքիայի սահմանադրության մեջ գրած է, այդ սահմանադրությամբ էլ թեկնածու անդամ է Եվրամիության։ Հա։ Թեկնածուի կարգավիճակ ունի, ոչ թե անդամ է, էլի։ Հա, բայց ո՞նց է դա սա, նրանց կարելի է, մեզի չի կարելի։ Հա։ Ես մի քիչ, եթե իմ համար ազգայնականությունը դա հենց պետականայնությունն է, հենց պետականությունն է, էլի։ Պետականապաշտությունն է, ոնց ասեմ, հանրապետականապաշտությունն է։ Իմ համար դա է ազգայնականությունը։ Ահա թե ես ինչ եմ պաշտում։ Ես չեմ ուզում անպետություն ազգ լինեմ, շատ ուժեղ ազգ լինեմ, բայց անպետություն։ Ու ես գիտեմ, եթե մենք պետություն եղանք, մենք արդեն ավտոմատ ազգ ենք։ Այն ժողովուրդը, որը պետականորեն կազմակերպվել է, արդեն ազգ է։ Իսկ քանի պետականորեն չի կազմակերպվել, ինքը ժողովուրդ է։ Այս հարցերի մեջ էլ մի երկու բան ասեմ, կարող է դուրներդ գա։ Իսկ այն որ ժողովուրդ թե ազգ ոնց է ճիշտ ասել, ժողովուրդ ջան, երկու բառով մեկնաբանեմ, հա։ Միջազգային փաստաթղթերում իրավունքի սուբյեկտ ժողովուրդն է գրած, ոչ թե ազգը։ Ինչու՞։ Որովհետև իրավունքի սուբյեկտը նաև այն ժողովուրդները, օրինակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որի պետությունը ճանաչված չէր աշխարհի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չէր, բայց իրավունքի սուբյեկտ է։ Այսինքն հələ պետություն չի, այսինքն դեռ ազգ չի, բայց իրավունքի սուբյեկտ է։ Հետևաբար ժողովուրդը նույն կերպ մի խոսքով մնացած պետությունների ազգերին այդ ժողովուրդ կարգավիճակի մեջ են դրել որպես համայնական համայնքային կոլեկտիվ քաղաքական սուբյեկտ։ Դրա համար իրավական փաստաթղթերում ժողովուրդ է գրած։ Այդ վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր կազմակերպվել են կամ ուզում են պետականորեն կազմակերպվել, հայտ են ներկայացրել, կամ պետականորեն չէ, բայց ինչ որ իրավունքներ են ուզում ներկայացնել։ Իսկ ազգը դա արդեն կոնկրետ պետություն դարձած ժողովուրդներն են։ Միայն այն ժողովուրդներն են ազգ, ովքեր պետականորեն կազմակերպվել են։ Ու այդքան էլ կապ չունի, իրանք ինչ էթնիկությամբ են, քանի շվեյցարացին ազգ է, թեև Շվեյցարիայում լիքը տարբեր էթնիկություններ կա, 4 հատ պետական լեզու կա։ Իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ ինչ որ բնիկների լեզու, այդպես։ Բայց մի ազգ է։
Տենց լինում է, էլի։ Այսինքն ազգը պետությունը ինքն ինստինքտիվ նշանակում է, որ արդեն ազգ կա։ Ցանկացած պետություն այդ ազգն է ներկայացնում, այդ ազգի պետականորեն կազմակերպված լինելը։ Սա ոչ թե էթնիկության կամ կրոնական ազգային, այլ քաղաքական ազգն է։ Քաղաքական առումով պետական ազգն է։ Եվ հայերս, որ հայ ենք դարձել, այսպես ասած, այդ ինչով է եղել։ Եղել է Կիլիկյան Հայաստան, որը պետականորեն կազմակերպել է ահռելի թվով մարդկանց, որպես Հայաստան։ Եղել է Բագրատունիների Հայաստան, Արշակունիների Հայաստան, Արտաշեսյանների Հայաստան, Ուրարտու է եղել։ Այս ամեն ինչը պետականորեն կազմակերպել է ահռելի զանգվածներ ժողովրդի։ Եթե այսպես մի քիչ կոպիտ խոսանք, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասից մինչև իրանական բարձրավանդակ կազմակերպել են այս պետական համակարգերը։ Ես համոզված եմ, երբ որ այս պետական համակարգերը նոր էին հազարամյակներ առաջ կազմակերպում այս տարածքի վրա ցրված ժողովրդին, այստեղ 100 մի լեզուով էին խոսում մարդիկ, ամենատարբեր ռասաների էին պատկանել, ոչ թե էթնիկությունն էին տարբեր ռասաների։ Մեկը եղել էր հիմնականում սևամորթ, մեկը եվրոպոիդ էր, մեկն էլ մոնղոլոիդ էր։ Համոզված եմ։ Ու այս ամեն ինչը հավաքել ստեղծել են ազգ։ Այդ հին Ուրարտուն եւ Ուրարտուից առաջ եղած պետական կազմավորումները ձևավորել են հայ ազգը, այսինքն հայ ազգն էլ տենց Ադամից ու Եվայից քուր ու աղբեր իրար բեղմնավորելով չեն էլի բազմացել դառե բան, մի մեծ ազգ։ Այնուամենայնիվ եղել է ազգագոյացման գործընթաց, որը երաշխավորում է միայն պետական կազմակերպման հովանու ներքո։ Միայն պետությունը կարա ազգ ձևավորի կերտի այդ մասշտաբների, հա, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Թե չէ նրանք իրար շատ են ճանաչում, որ իրար համարեն նույն ազգ։ Հետո Մեսրոպ Մաշտոցի գրերը այս ամեն ինչին լուրջ նպաստել են, հետո եկեղեցին է լուրջ նպաստել այս գործին, շատ լուրջ։ Ու ձևավորվել ու ամրապնդվել ու զարգացել է հայ ազգը։ Եվ հիմա եթե մենք պետություն չունենանք, կկորի կգնա, սաղ կկորեն կգնան, Հայաստանում ով է ապրում, էթնիկ, ասորին, էթնիկ հայը, էթնիկ Ղարաբաղ, սաղ կկորեն կգնան, սաղ, եթե մենք պետականորեն չկազմակերպենք։ Հնդկաստանը մի հատ փռշտ է, մի թեթև Հնդկաստանը փռշտ է, մի 50 միլիոն մարդ կհայտնվի այստեղ։ Տղա եմ ասել այդքանին տեղավորի։ Ինչով ավարտեմ, իրանք լավ բան ասեմ, դուխ տամ բան։ Հակոբը Գլեջյան ասում է, շնորհակալ եմ, ես էլ ձեզնից եմ շնորհակալ Հակոբ ջան, վերջում էդ ասեմ, ժողովուրդ տարածեք սա։ Մենք հիմա պետականորեն կազմակերպվելու խնդիր ունենք, իսկ դրա ճարտարապետական նախագիծը սահմանադրությունն է, որը ոչ թե մայր օրենք է, այլ գլխավոր գերագույն իշխանություն։ Սահմանադրությունը, որ ասում ենք իրավունքի գերակայություն, դա երկրում լինող գերագույն իշխանությունն է։ Սա այն է, ինչ մեր սահմանադրագետները, իրավաբանները եւ շատ քաղաքական գործիչներ կամ չեն ընդունում կամ համաձայն չեն սրա հետ։ Բայց երբ որ ես ասում եմ, մեզ պետք է սահմանադրություն, ընդհանուր վերլուծություններով, քննարկումներով եւ այլն, ու միայն ես չեմ դա ասում, ինձանից խելոք մարդիկ են դա ասում, բայց ես որ այդ գաղափարի ջատագովն եմ, իմ պատկերացումներով նախագահական երկպալատ պարլամենտ, սուբսիդիարության սկզբունքը ընդգծված, եթե կարելի է ասենց ասել։ Դա այն մեծ իշխանությունն է, որ մենք պետք է մեր երկրում ստեղծենք, որպեսզի վստահենք միմյանց, որպեսզի համագործակցենք։ Այսօր մենք չունենք իրավունքի գերակայություն։ Այսօր մեր երկրում բարձրագույն իշխանությունը մի հոգի մուտիլովշիկ, շատ տաղանդավոր մուտիլովշիկ է, լրագրող մասնագիտությամբ, ամենատարբեր կեղտերի մեջ պատրաստ մաքուր դուրս գալու։ Բայց ես ուզում եմ, որ մեր երկրի ղեկավարը, գերագույն իշխանությունը լինի սահմանադրությունը, թղթի վերագրած, պայմանավորված, ոնց որ Աստվածաշունչը գերագույն իշխանությունը, թելադրողը, ճիշտ ու սխալի որոշողը եկեղեցիներում ամենատարբեր, այնպես ես ուզում եմ այդ գաղափարները, արժեքները
որ կան քաղաքական եւ պետական, ամրագրվեն սահմանադրության մեջ եւ մենք հրճակենք դա որպես գերագույն իշխանություն, որպեսզի մեր երեխեքի մեջ դպրոցից սկսենք սերունդը ձևավորել, որ ցանկացած պահի որ պետությունը ոտնձգ պետություն է, դες սխալ ասած, իշխանությունը ոտնձգություն կան իր նկատմամբ, ասի մի րոպե, քեզնից վերև ընդ մեկը կա գործի եկե, ով է դա գործի եկե, սահմանադրությունը։ Եթե մի քիչ գրեհկացնենք մեր խոսակցությունը, ապա վերջին անգամ մեր սահմանադրությունը խաբարեք, երբ է գործի գնացել։ Երբ են վերջին անգամ մեր սահմանադրությանը հղում արել ու ռեալ օգուտ տվել ինչ որ մարդկանց կամ երկրին կամ վերջի անգամ երբ է եղել։ Մենք ունենք սահմանադրություն, որը պրոստը գործի չի եթում, ինվալիդ միտեղ ծալած դրած է։ Գործի չի եթում։ Սահմանադրական դատարան կա, բան կա, բայց սահմանադրությունը գործի չի գնում։ Սահմանադրությունը պետք է լինի իշխանական ինստիտուտ, որը գործի է գնում ամեն օր, օրը 24 ժամ, տարին 32 ամիս, չի քնում, չի ուտում, չի սովածանում, չի ծառավում, չի կաշառվում, բարեկամներ չունի, ծանոթներ չունի։ Բոլորի համար մի ընդհանուր գաղափար ու մի ընդհանուր կարգ է, պետական, հասարակական, իրավական։ Այսա պետք է լինի, այս իշխանությունը պետք է ունենանք, որի ներքևում մարդիկ կիրականացնեն այդ բարձրագույն ինստիտուտը։ Եվ եթե մենք կարողանանք դա աշխատացնենք, այս մեծ քննարկումների արդյունքում մեր իրավագիտակցությունը բարձրացնելով, մենք դա կարողանանք աշխատացնենք, այդ դա կբերի բարձր օգտակար գործողության գործակցի եւ մեր բոլորի տաղանդը առավելագույնս կռեալիզացվի։